35-րդ տարեդարձն է, տարվա կարգախոսն է հանուն հայի, հանուն պետության։ Տարվա նպատակը որն է։ Ոչ միայն տարվա կարգախոսն է, այլև կարծում եմ, որ Դաշնակցության նախընթաց 135-ամյա պատմության էությունն է արտացոլում այս կարգախոսը, որովհետև Դաշնակցությունը 3 դարերի վրա երկարող իր ողջ պատմության ընթացքում պայքարել է հանուն հայի, հանուն պետության։ Եվ Դաշնակցության օրը նշելը արդեն տասնամյակներ է, ինչ ավանդույթ է, եւ այսօրը լավ առիթ է, որպեսզի գնահատենք, արժևորենք անցած ճանապարհը եւ նախանշենք նաեւ առաջիկա անելիքները։ Այդ առումով կարծում եմ, որ Դաշնակցությունը առաջիկայում եւս շատ լուրջ պատասխանատվություն ունի Հայաստանի ու հայության առջև ծառացած բոլոր մարտահրավերների առումով իր բաժին գործը պատասխանատվությամբ եւ ամբողջ ուժով առաջ տանելու համար։ Իշխանական սատելիտ ինչ-որ շրջանակներ կան, պարբերաբար խոսում են Դաշնակցությունը այսպես փակելու մասին, հես առնչությամբ ինչ ունեք ասելու 135-ամյա կտոնող կուսակցությունը հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում մայր հայրենիքում այսպես փակվի։ Տեսեք, նման ցանկություն կամ նման մտադրություն ունեցող մարդիկ կարծում եմ լավ չեն պատկերացնում եւ լավ չեն հասկանում ինչ ասել է Դաշնակցություն։ Եթե հասկանային Դաշնակցության էությունը, Դաշնակցության կազմակերպական կառույցը, մեր անցած ճանապարհը, կարծում եմ, որ նման արտահայտություններ իրենց թույլ չեն տա, որովհետեւ նախընթաց ժամանակահատվածում բազմաթիվ դեպքեր են եղել, ամենատարբեր պետությունների, ամենատարբեր ուժերի կողմից Դաշնակցությունը կասեցնելու, թուլացնելու, Դաշնակցությունը լուսանցքից դուրս մղելու, բայց ինչպես տեսնում եք, որևէ փորձ չի հաջողվել, այդ բոլոր հարվածներից Դաշնակցությունը ավելի ուժեղ է դուրս եկել եւ Դաշնակցությունը շարունակում է իր երթը հակառակ այդ բոլոր կարծիքների եւ մոտեցումների։ Ներեցեք, բայց երկու անգամ ոնց որ փորձը հաջողվեց մոտ 100 տարի առաջ եւ 94-ին։ Ինչ կերպ հաջողվեց։ Օրինակ սովետական Հայաստանում Դաշնակցությունը որպես տերորիստական կազմակերպություն հետապնդվում էր եւ 94-ին փակվեց փաստացի։ Ես հենց դրա մասին էի ասում, որ նախընթաց փորձեր եղել են, բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, որովհետեւ թե խորհրդային իշխանությունների օրոք Դաշնակցության գործունեությունը կասեցնելու ուղղությամբ բնականաբար լուրջ քայլեր ձեռնարկվեցին, դա տևեց մի ամբողջ տասնամյակ, մինչև 30-ական թվականների սկիզբը, երբ որ համապատասխան որոշում կայացրեց Դաշնակցության կազմակերպական կառույցը Հայաստանում դադարեցնելու վերաբերյալ եւ եղել է նաեւ ՀՀՇ-ի իշխանության օրոք, բայց այդ փորձերը կարծում եմ մենք գոնե 90-ականների ժամանակակիցն ենք եւ իմ հետ համաձայն կլինեք, որ այդ փորձը հաջողությամբ չի պսակվել, որովհետեւ Դաշնակցության կասեցման մասին որոշումից հետո Դաշնակցությունը թե 94-ին, թե հետագա տարիների ընթացքում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ուղիղ եւ անուղղակի ձևով Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ նախորդ իշխանությունների հեռացումը նաեւ պայմանավորված է եղել Դաշնակցության ակտիվ դերակատարմամբ։ Հետևաբար ես ինձ թույլ եմ տալիս նորից պնդելու, որ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել եւ ձեզ վստահեցնում եմ, որ որևէ փորձ այդ ուղղությամբ չի կարող հաջողել։ Պարոն Հավարցումյան, հենց ազգային օրակարգի գլխավոր մարտահրավերը Հայ հեղափոխական դաշնակցությունը որն է համարում այսօրվա։ Տեսեք, այսօրվա մեր գլխավոր մարտահրավերը ես կարծում եմ մեր ազգի ինքնության դեմ ուղղված ներքին եւ արտաքին մարտահրավերներն են եւ այս ուղղությամբ ազգային բոլոր ուժերը հսկայական անելիք ունեն, որովհետեւ դժվար կլիներ պատկերացնել կամ անգամ երևակայել, որ սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջև կկանգնենք։ Սա մեծագույն խնդիր է։